Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Էստոնիայում էր։ Էստոնիայի նախագահը հույս է հայտնել, որ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի։ Պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խոսքով Հայաստանը բարձր է գնահատում խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը։ Նոր-նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների եւ ակտիվիստ Արթուր Չախոյանի միջեւ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։ ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Վահրամ Դումանյանն էլ ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից եւ նշանակվել վարչապետի խորհրդական։ Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 70-ի։ Տուժել է ավելի քան 1200 մարդ։ Պուտինը հայտարարել է հաղթանակի 80-ամյակի առթիվ հրադադարի մասին։ Զելենսկին էլ նշել, որ հրադադարը պետք է անհապաղ լինի, ոչ թե մի քանի օրով։ ԱՄՆ-ն այլևս չի պատրաստվում միջնորդի դեր խաղալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցություններում։ Եկել է կողմերի միջև ուղիղ բանակցությունների ժամանակը։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը։